Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ձգտում է խափանել խաղաղության բանակցությունները, քանի որ ցանկանում է վրեժ լուծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած սկանդալի համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի անդամ Ալեքսանդր Դուբինսկին։ Զելենսկին խաթարում է խաղաղ բանակցությունները նաև Թրամփի 100-օրյա նախագահությունը կործանելու ցանկությամբ։ Սա վրեժ խնդրություն է Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած սկանդալի համար, ընդգծել է նա։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքել։ ԱՄՆ նախագահը գլխավոր խոչընդոտն անվանել է Վոլոդիմիր Զելենսկու դիրքորոշումը, որի հետ, ինչպես նա կարծում էր, ավելի հեշտ կլիներ։ Չնայած դիվանագիտական ջանքերի եւ դաշնակիցների ճնշմանը, Կիևը մերժել է Վաշինգտոնի հիմնական առաջարկները, այդ թվում Ղրիմի որպես Ռուսաստանի մաս ճանաչման հնարավոր առաջարկները։ Պակիստանը ամբողջ ուժով կպատասխանի, եթե հարձակվի Հնդկաստանի կողմից, Ալ Ջազիրային ասել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ Մենք չենք կարող թույլ տալ այս ներխուժումը մեր հող, մեր երկիր, ասել է նա։ Sky News-ի հետ զրույցում նախարարն ասել է, որ Պակիստանի բանակը պատրաստ է ցանկացած հնարավորության Հնդկաստանի հետ սրվող դիվանագիտական հակամարտության պայմաններում։ Ասիֆը հայտնել է, որ աշխարհը պետք է անհանգստանա լայնամասշտաբ հակամարտության հեռանկարով, որում կներգրավեն միջուկային զենք ունեցող երկու երկրներ։ Եթե ինչ-որ բան սխալ լինի, այս առճակատումը կարող է ողբերգական ավարտ ունենալ։ Նա հույս է հայտնել, որ վեճը կարող է լուծվել բանակցությունների միջոցով։ Reuters գործակալությունը հրապարակել է երկու փաստաթուղթ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի առաջարկներով։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև համաձայնագրի առաջին շրջանակային փաստաթուղթն առաջարկվել է ԱՄՆ-ի կողմից։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը ապրիլի 17-ին Փարիզում կայացած բանակցությունների ժամանակ այն ցույց է տվել ուկրաինացի եւ եվրոպացի պաշտոնյաներին։ Երկրորդ փաստաթուղթը պարունակում է պատասխան առաջարկներ, որոնք Ուկրաինայի եւ Եվրոպայի երկրների ներկայացուցիչները փոխանցել են Վաշինգտոնին ապրիլի 23-ին Լոնդոնում կայացած բանակցություններից հետո։ Խաղաղության ծրագիրը Կիևին է փոխանցվել անցյալ շաբաթ։ Փաստաթղթում հստակ նշված է, որ դա վերջնական առաջարկ է։ Ըստ ծրագրի Ղրիմը կճանաչվի որպես ռուսական, իսկ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի գրավված տարածքները կհամարվեն օկուպացված։ Միաժամանակ Ռուսաստանն Ուկրաինային կվերադարձնի Խարկովի մարզի մի մասը։ Զապորոժիեի ատոմակայանը նույնպես կանցնի Կիևի վերահսկողության տակ, սակայն պայմանով, որ այն կկառավարի Միացյալ Նահանգները։ Ուկրաինան վերահսկողություն է ձեռք բերում նաեւ Կախովկայի ամբարտակի նկատմամբ։ Բացի այդ, Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ծրագրերից եւ ամերիկացիների հետ կնքի Ուկրաինայի բնական պաշարների համատեղ զարգացման մասին համաձայնագիր։ Ուկրաինան վերականգնման համար ստանում է լայնածավալ օգնություն եւ ֆինանսական փոխհատուցում։ ԱՄՆ-ի առաջարկն Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ նախատեսում է ուկրաինական նավերի անարգել անցում Դնեպրով եւ վերահսկողություն Կիմբուրսկի ծոցի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը, հղում անելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթին։ Միաժամանակ Թրամփը պատրաստ է չեղարկել 2014 թվականին Ռուսաստանին Ղրիմի միացումից ի վեր Մոսկվայի նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցները։ Ուկրաինական զորքերը ռազմաճակատում պաշտպանական կառույցներ չունեն։ Նորերը չեն կառուցում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի 24-րդ առանձին Այդար գրոհային գումարտակի հրամանատար Ստանիսլավ Բունյաթովը։ Առաջնագծում հիմնականում պաշտպանական կառույցներ չկան, դաշտերն ու անտառային գոտիները շատ դեպքերում ինքնաբերաբար անցնում են ռուսական վերահսկողության տակ, գրաված բնակավայրերի հետ մեկտեղ, ասել է նա։ Զինվորականը հավելել է, որ չկա նաև առաջնագծում դրոնների օպերատորների հատուկ բունկերների կենտրոնացված կառուցում։ Նա նշել է, որ եթե ինչ-որ բան ունեն, դա ժառանգել են հրետանու եւ ականանետային անձնակազմից։ ԵԱՀԿ-ն պարտավորվել է երկարաժամկետ համագործակցել Ադրբեջանի հետ։ Այս մասին ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Ըստ նրա, հանուն խաղաղության երկխոսության ջանքերը պետք է շարունակվեն։ Եթե մենք ցանկանում ենք հասնել կայուն խաղաղության, մենք պետք է դա անենք։ Իհարկե, ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքի ավարտը։ Հուսով եմ եւ գիտեմ, որ Հարավային Կովկասում համագործակցությունը կշարունակվի բարձր մակարդակով։ ԵԱՀԿ-ն այս ճանապարհին կաջակցի եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, եզրափակել է Պաշտոնյան։